Համեցեք։ Շնորհակալություն զեկույցի համար, պարոն Սինանյան, խնդրեմ, եթե վիճակագրություն ունեք, նշեցիք ի գործած ծրագրի նախաձեռնության շրջանակներում 2025 թվականին ունեք վիճակագրություն, քանի մասնակից է ժամանակավոր է, չէ՞, թե դրամաբանությունը հետ գնալու միտումով, արդյոք կա վիճակագրություն, քանի անձ է եկել եւ հաստատվել մշտական բնակության, ոչ միայն բնակության, նաեւ աշխատանքի ապահովման տեսանկյունից։ Շնորհակալություն հարցի համար, իհարկե 25 թվականի համար դեռ վաղ է արդյունքների մասին խոսել, որտեվ ծրագիրը գործում է, այո, 24-ին կարող եմ ձեզ ներկայացնել, 24-ի տենդենսը նույնն է, ինչ որ նախորդ տարիներին է, միջինացված մոտ 68% մասնակիցների մնում են Հայաստանում եւ հիմնականում միանում են մասնավոր սեկտորին, տենդեղ աշխատավարձներն ավելի լավ են, հասկանալի է, նաև գրավիչ են, բայց կան շարունակում են լինել անձինք, որոնք մտնում են պետական կառավարման համակարգ արդեն մշտական իմաստով, անկեղծ ասած չեմ լսել որևէ գործականի մասին, որը գործազուրկ լինի, բոլորը աշխատանք ունեն, ընդ որում շատերն շատ լավ աշխատանք ունեն, հասկանալիորեն, երևի դրանով էլ պայմանավորված է այն փաստը, որ նախընտրում են մնալ Հայաստանում, այսինքն սա նաև փորձնակար է իրենց համար, ասում են, իսկ կարող եմ ես իրականորեն ապագա ունենալ Հայաստանում եւ պարզվում է, որ այո։ Գործ ծրագրով էլ